Այս շաբաթ մեր երկիր էր ժամանել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գեորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունը։ Նրանց խորհրդարանում նախ ընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Միջխորհրդարանական կապեր ու տարածաշրջանային զարգացումներ, ահա այս թեմաներն էին զրուցակիցների հանդիպման առանցքում։ Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հաջորդիվ տեղի ունեցավ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ նիստը։ Հայ-վրացական խորհրդարանների համանուն հանձնաժողովների հանդիպումները շարունակական բնույթ են կրում։ Պատվիրակության այցը եւս մեկ քայլ է երկու երկրների խորքային համագործակցության ու փոխվստահության ամրապնդման ուղղությամբ։ Երկուստեք արձանագրվեց հանդիպման ընթացքում։ Անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների դարավոր մշակութային ժառանգությանն ու բարեկամության ամրապնդման անհրաժեշտությանը, հատկապես կրթության, երիտասարդության եւ մշակույթի ոլորտներում։ Բոլորովին վերջերս Հայաստանում անցկացվեց Վրաստանի մշակույթի օրերը։ Սա հենց մեր համագործակցության շրջանակում էր եւ մեր այս հանդիպման ընթացքում էլ արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում երկու նախարարների համատեղ հանդիպման ընթացքում մեր կողմից նաև առաջարկ կարվի, որպեսզի հաջորդ տարի արդեն Վրաստանում անցկացվեն Հայաստանի օրեր։ Արդեն իսկ ավարտին է հասցված Պետրոս Ադամյանի անվան թատրոնը Վրաստանի մայրաքաղաքում եւ մենք նախատեսում ենք, որ թատրոնի բացումը մինչեւ այս տարվա աշնան վերջ կլինի եւ այցելության ընթացքում նաեւ բոլորին նոր վերականգնված, նոր տեխնիկայով հագեցած հայկական թատրոնի բացմանը ականատես կլինենք։ Զրուցակիցների ուշադրությունից անմասն չմնացին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերը։ Արձանագրվեց, որ դրանց ապահովումը երկու երկրների համար համատեղ առաջնահերթություններ են։ Շնորհակալություն հայտնեցի վրացական կողմին խաղաղության ջանքերին աջակցելու համար եւ նաեւ մտահոգությունս հայտնեցի հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջան խոսույթի հետ կապված այս հարցում նույնպես մենք ցանկանում ենք որ վրացական կողմը շարունակի լինել այդ չեզոք հարևանի դերում, որովհետեւ մեզ համար արևմտյան Ադրբեջան խոսույթը եւ ընդհանրապես այդ նարատիվը Հայաստանի Հանրապետության համար ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ։ Երկու երկրների առողջապահական ոլորտներում իրականացվող ծրագրերը քննարկեցին ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու Վրաստանի խորհրդարանի համանուն հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեն։ Առողջապահական ոլորտի բարեփոխումներին առնչվող երկխոսություն, փորձի փոխանակում, առողջապահական ընդհանուր մոտեցումներ ու խորհրդարանական հանձնաժողովների միջև շարունակական համագործակցություն։ Ահա այս հարցերն էին հայ եւ վրացի գործընկերների հանդիպման օրակարգում։ Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանում ստեղծված ռիսկերին դիմակայելու թեմային։ Այս համատեքստում նշվեց առողջապահական անվտանգության եւ համավարակային պատրաստվածության կարեւորությունը։ Այցի շրջանակում Գեորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Հյուրերը ծաղիկներ դրեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ու հարգեցին սուրբ նահատակների հիշատակը։